Մայրաքաղաքի սրտում Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 30-ին եւ 31-ին կանցկացվի Confiance 2025 միջազգային ամենամյա համաժողովը, որը հյուրընկալել են Հայաստանի ֆոնդային բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան, Եվրոասիական շուկաների միության հետ համատեղ։ Երևանը հյուրընկալել է շուրջ 200 մասնակից, ավելի քան 20 երկրի բորսաներից, բանկերից, կենտրոնական դեպոզիտարիաներից եւ միջազգային ֆինանսական հաստատություններից։ Հանրապետության նախագահը ողջունելով համաժողովի մասնակիցներին նշեց, որ ստեղծվել է բացառիկ հնարավորություն քննարկելու կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերները, համագործակցության նոր հնարավորությունները։ Համոզված եմ, որ միջոցառումը նոր խթան կդառնա հատկապես Հայաստանի ֆոնդային բորսայի գործունեության ակտիվացնելու համար։ Այսօր մեր տնտեսությունը կարիք ունի նոր ֆինանսական միջոցների, ներդրումների, նոր գործիքների, տնտեսության զարգացման տեմպերը բարձր մակարդակի վրա պահելու համար։ Վահագն Խաչատուրյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության վերջին շրջանի հաջողությունները, որոնք գրանցել են միջինում 7-ից 8% աճ։ Այս ցուցանիշները ըստ նախագահի պայմանավորված են եղել մակրոտնտեսական երկարաժամկետ աճի, հավասարակշռված բյուջետային քաղաքականության, ֆինանսական համակարգի կայունության, ֆինանսների հասանելիության ու մի շարք այլ գործոններով։ Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների անդախադեպ ցնցումների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կենտրոնական բանկի մակրոտնտեսական կայունության ապահովման ջանքերը, որը ցանկացած երկրում ներդրում կատարելու գրավչության կարևոր հենասյուներից է, եւ որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել բարձր աճի տեմպերն ու գրանցել ցածր գնաճ, ինչը բացառիկ արդյունք է աշխարհի մասշտաբով։ Հայաստանը Խաչատուրյանի խոսքով նպատակադրվել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը աշխարհին մի կողմից կառաջարկի տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանք, մյուս կողմից մեծ թափով կառուցվող եւ արդիականացվող իր ենթակառուցվածքներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի առևտրային հոսքեր սպասարկելու կարողությունների բարձրացմանը։ Մենք փորձում ենք տեղորոշվել աշխարհի տնտեսական քարտեզի վրա հիմնովին նոր գիտելիքահենք միջավայրի ձևավորման շնորհիվ, շեշտը դնելով կրթության, գիտության եւ հետազոտության վրա։ Նախագահը թվերով ներկայացրեց կրթության եւ գիտության ոլորտին ուղղված կառավարության ներդրումները, խոսեց ակադեմիական քաղաքի կառուցման ծրագրից, որը նպատակ ունի մեծացնելու բարձրագույն կրթության որակը եւ ձևավորելու հետազոտությունների եւ մշակումների զարգացման էկոհամակարգ։ Խաչատուրյանի խոսքով Հայաստանը լինելով արևմուտքի, արևելքի, հյուսիսի եւ հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող երկիր, կարևորում է նաեւ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևոր նախապայմաններից են տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը։ Այս համատեքստում կարևորում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, որի ավարտի մասին հայտարարվեց այս տարվա մարտին, եւ համաձայնագրի ստորագրումը։ Նախագահը խոսեց նաև Հայաստանի կառավարության մեկնարկած խաղաղության խաչմերուկի ռազմավարական նախաձեռնությունից, որը ըստ նրա միտված է վերականգնելու համագործակցությունը տարածաշրջանում եւ ենթակառուցվածքներն ապաշրջափակելու միջոցով ակտիվացնելու տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը բոլոր երկրների միջև։ Հաջորդիվ Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնությունների տնօրենը ներկայացրեց Տաբադուլ հարթակը, որին պաշտոնապես միացավ Հայաստանի ֆոնդային բորսան։ Տաբադուլի նպատակն է խթանել տարածաշրջանային առևտրի համագործակցությունը։ Հարթակի պաշտոնական գործարկումն ուղեկցվեց խորհրդանշական զանգի հնչեցման արարողությամբ։ Այս տարվա համաժողովը առանձնահատուկ է նաև նրանով, որ նշանավորվում է Եվրոասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակը։ Նախկինում համաժողովն անցկացվել է Աբու Դաբիում, Բուխարեստում, Երևանում եւ Սամարկանդում։ Տիգրան Վակիմյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։